Մանհեթենյան նախագիծ։ Այս հայը ստեղծում էր աշխարհի ամենավտանգավոր զենքերից մեկը եւ հենց ինքն էլ դարձավ դրա առաջին զոհերից։ Օգոստոսի 6-ը փոխեց ողջ մարդկության պատմությունը։ Ատոմային ռումբն նետվեց Հիրոսիմայի, ապա նաեւ Նագասակիի վրա։ Քչերը գիտեն, որ այս պատմության մեջ եւս հայի անուն կա։ Հարի կամ Հարություն Դաղլյանն էր, արևմտահայ գաղթականի որդի, բացառիկ տաղանդի տեր ֆիզիկոս, ով դարձավ Մանհեթենյան նախագծի ամենաերիտասարդ անդամներից մեկը։ Նա աշխատում էր պլուտոնիումի միջուկի հետ, որը հետագայում կոչեցին Դևի միջուկ, սակայն ճակատագիրն այլ բան էր կանխատեսել Հարություն Դաղլյանի համար։ Լաբորատորիայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Հարություն Դաղլյանը մահացով ճառագայթվեց։ 24 օր շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար։ Հարությունը, գիտակցելով, որ այլևս չի բուժվելու, խնդրեց բժիշկներին օգտագործել իր մարմինը գիտահետազոտական նպատակներով, որպեսզի հետագայում կարողանան օգնել մարդկանց փրկել կյանքեր։ Հարություն Դաղլյանը փաստորեն դարձավ միջուկային զենքից խաղաղ պայմաններում մահացած առաջին գիտնականը։ Տարիներ շարունակ նրա մահվան իրական պատճառը գաղտնի էր պահվում, ընտանիքին ասում էին դժբախտ պատահար։ Միայն Մանհեթենյան նախագծի գաղտնազերծումից հետո աշխարհն իմացավ իրական պատճառը։ Հարություն Դաղլյանի այս դեպքը հիշեցնում է, որ պատմությունը միայն հաղթանակների մասին չէ, այլ նաև մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով վճարեցին գիտության առաջընթացի գինը։